Գյումրի Կարս երկաթուղային կապի վերականգնման շուրջ քննարկումները նոր փուլ են մտել։ Հայկական կողմում այս պահին խոսքը դեռ շինարարության մեկնարկի մասին չէ, առաջին քայլը նախագծումն է։ Ախորիկի հատվածի համար արդեն հայտարարվել է նախագծման աշխատանքների միջազգային մրցույթ, իսկ հաղթող կազմակերպության ընտրությունից հետո նախատեսվում է անցնել նախագծմանն ու հաջորդիվ շինարարական աշխատանքների կազմակերպմանը։ Նախագծման աշխատանքներ ենք հայտարարել, նախագծման աշխատանքների մրցույթ ենք հայտարարել եւ օրենքով սահմանված կարգով, եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաև արդեն ուրեմն շինարարական աշխատանքների մրցույթի եւ բուն շինարարությամբ։ Դավիթ Խուդատյանի խոսքով նախագծման աշխատանքների մրցույթն իրականացվում է միջազգային ձևաչափով, նույն սկզբունքով նախատեսվում է կազմակերպել նաև շինարարական աշխատանքների մրցույթը։ Բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փոխ ունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում, երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, այս դեպքում այո միջազգային մրցույթ է հայտարարվել։ Թեև հայկական կողմում դեռ շինարարության մեկնարկի հստակ ժամկետ չի նշվում, գործընթացի տեխնիկական կողմը շարունակվում է քննարկվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ազգային ժողովի ամբիոնից թեմային անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ձեռք բերած պայմանավորվածությունները։ Պայմանավորվել են եւ ստեղծել են աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել տեխնիկական պահանջները Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման, այսինքն երկու կողմերը արգոս նախարարությունների մակարդակով հայտարարել են, որ սա է նպատակը եւ աշխատանքային խումբ են ստեղծել։ Ռուբինյանի խոսքով աշխատանքային խումբը ձևավորվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։ Միաժամանակ ըստ նրա Թուրքիայի տարածքում արդեն սկսվել են երկաթուղու մինչև հայկական սահման հասնող հատվածի վերականգնողական աշխատանքները, սակայն երկաթուղային կապի վերականգնման հարցում միայն գծի տեխնիկական վիճակը չէ, որ պետք է լուծում ստանա։ Երկու երկրներում երկաթուղիները գործում են տարբեր ստանդարտներով։ Տարբերությունը ըստ Դավիթ Խուդատյանի քննարկման առարկա է եւ նախագծային լուծումները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում գործող տարբեր համակարգերը։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ, բնականաբար այնտեղ շատ սինխրոնացնել հնարավոր չի լինի, որտեղ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր ստանդարտներով են այս մասում առաջնորդվում, բայց ինչպես ախալքալակի ուրեմն երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման եւ տեղափոխման հնարավորություն, այնպես էլ աշխարհի շատ երկրներ ունեն եւ այնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ եւ դա մեծ հաշվով երկաթուղով բեռների տեղափոխման խոչընդոտ չի։ Գյումրի Կարս երկաթուղու հետ մեկտեղ քննարկվում է նաև Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Կամրջի մի հատվածը գտնվում է Հայաստանի, մյուսը Թուրքիայի տարածքում։ Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, այնտեղ գրեթե ավարտական փուլում են արդեն պայմանավորվածությունները եւ Անիի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում այնտեղ աշխատանքները կմեկնարկեն։ Առաջիկա փուլերում առանցքային են լինելու նախագծման ավարտը, շինարարական մրցույթի անցկացումն ու երկու երկրների միջև տեխնիկական լուծումների համաձայնեցումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։